Վատը գիտեք որն է, որ մարդիկ հավաքվել են գնացել են Արցախի նախագահից ինչ-որ փողեր են ուզում, ինչ-որ թալան են ուզում վերադարձնեն, հայրենիք չեն ուզում վերադարձնեն, չեն ուզում գնան իրանց հայրենիք ազատագրեն, այլ ինչ-որ փողեր են ուզում վերադարձնեն, ինչ-որ թալան են ուզում վերադարձնեն, հողի համար կռիվ չեն ուզում անեն, բայց փողի համար իրար փորեն թափեմ, այ վատ է էտա, մեղմ ասած, ու են մարդը, որ $120,000 փողա վերկարելու չի տվել, այդ մարդը գնացել է թալանա ուզում վերադարձնի, իրանից փող ուզող չկա, բայց ինքը գնացել է փողա ուզում վերադարձնի, դարպասներ են ջարդում, ուստեղ են ասում էլ, յարա ջարդող եք, ընդիկը ջարդ էի կարա, ես էլ ասում եմ վերադառնալու են կարա, լավ եղեք, առողջ եղեք, իմ հենգեր գալուստն ասում ամեն հաչացող շան հետևից որ գնա, ստեղ չես ասնի, ժողովուրդ, ամեն ժամանակաշրջանը մեր կան մարդիկ, որ սպասարկում են տվյալ ժամանակաշրջանի իշխանության շահերը, լինեն դրանք սովորական, հասարակ, աղքատ մարդ, թե մեծահարուստներ, ալիգարխներ, դրանք շան տեղ մեկ դնի, իշխանությունը երբ որ փոխվում է, դրանք էլ են անհետանում, կարևորը որ դուք ունենաք նպատակ ու այդ նպատակին հասնելու համար անեք այն ինչը որ պարտավոր եք, իսկ ինչ նպատակ ունենք մենք, վերականգնել Հայաստանի անկախությունը, վերականգնել մինչև 2020 թվականի պատերազմի Արցախի տարածքային ամբողջականությունը, դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, դա հեշտ ծրագիր չի, պահանջում է տարիների քրտնաջան աշխատանք, բայց հնարավոր է, ճիշտ աշխատելու դեպքում մոտավորապես 15-20 տարի հետո մենք կարող ենք իրականացնել այդ ծրագիրը, եթե իհարկե դուք դա ցանկանում եք, դե չէ գեղեցիկ բառերով, բառակապակցություններով կամ հայհոյանքներով, Facebook-ում գրելով ոչ մի բան չեք կարող փոխել, այսօրվա իշխանությունը անում այն, ինչի համար որ ինքը եկել է, ու ոչ ես, ոչ իմ նման տղեկը, ոչ դուք չենք կարող դա կանգնացնենք, բայց ես մի բան գիտեմ, ցանկացած ստորագրած թուղթ ընդամենը թուղթ է, եթե ունես նպատակ, լավ եղեք, հաջողություն բոլորիդ, ինչպես ասում է իմ հենգեր գալուստը, մենք հիշաչար չենք, բայց լավ հիշողություն ունենք, մարդիկ ովքեր կանգնել են մեր պետության, պետականության փլուզման հիմքերում, հիմա փորձում են սրբագրել իրենց և իրենց կատարած աշխատանքը, բայց մենք լավ ենք հիշում, ով է, երեք մեծ պատահաբար լսում էի այս իշխանությունների սրտի ԱԱԾ պետ Վանեցյանին, որը որ ասում էր թող
Այն 30,000 զինվորը, որ պետք կանգնեն շրջապատման մեջ, հանեին, բերեին Քարվաճար եւ Բերձոր, որպեսզի կարողանային պահեն։ Այդ գեներալը երևի հիշողության հետ մի քիչ լավ չի, ասեն, որ հիշեցնեմ իրեն եւ իր կողմնակիցներին, ովքեր որ լայքեր են դնում իրան։ Քարվաճարն ու Բերձորը առանց մարտերի հանձնվեց։ Մոռացել եք երևի։ Տղեկը պահում էին։ Բայց հենց նաեւ իր եղած ԱԾՊ եղած ժամանակ հանձնվեց։ Առանց մարտի, հենց ներս նվիրաբերվեց։ Երբ որ ասում է, ես տեղյակ չեմ եղել, որ գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ձերբակալել են, ստում է։ Դուք պատկերացնեք ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ կիսառազմականացված կառույցի վարչության նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի վրա ԱԱԾ-ն գործահարություն, հետո այդ գործը ուղարկում է դատախազություն, դատախազությունը գալիս ազգային ժողով ու պատգամավորների մեծ ամասնությունը թույլ են տալի դատախազին քրեական գործ հարուցեն եւ կալանավորեն։ ԱԱԾ աշխատակիցները գնում են, մտնում են Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր տարածքներ, վերջո շինչ ու գործ են հարուցում, շինչ ու նկարահանումներ են կատարում ու ԱԱԾ պետը ասում է, ես տեղյակ չեմ եղել, ես կուրսի չեմ, ես պաշտությունը հետո։ Ապեր մենք չենք մոռացել, որ քու նմանների պատճառով այդ տղեն մահացավ, սպանեցիք դուք այդ տղան։ Հիմա եկել եք, ուզում եք սրբերի հետ խաղաք, սրբերի հետ դուք չեք կարող խաղալ։ Ձեր վրա, ձեր ճակատին դաջվածք պետք է միշտ մնա, դավաճան։ Երբ որ ասում էիք փողոցը գործ տվողը Բոզը, ով հանկարծ քվեարկեց Տարոն Մարգարյանին ու Աղազարյան Հովիկին անձեռնամխելությունից զրկելու եւ քրեական գործ հարուցելու համար, ով կողմ քվեարկեց, նա էլ է Բոզ։ Մեկ մոռացի, որ Մանվելի համար էլ նույն բան արածը Բոզը։ Խաղաղություն բոլորիդ, լավ եղեք։